Ողջույն բարեկամներ։ Այսօրվա հաղորդումը մի քիչ ֆորմատով այլ է լինելու, խոսելու եմ բաներից, որոնք առիթ չի եղել միջև նա որ անդրադառնամ, կարծես թե հասունացել է եւ անպայման ուզում անդրադառնամ, շատ կարեւոր է։ Իսկ հաղորդում ուզում եմ սկսեմ այս նկարից։ Սա երեխեքն են։ Ասում աշխարհում էլ չկա ավելի մաքուր դեմք, քան քոնն է, զինվոր։ Գրել է Անուլ Աթաբեկյան, ապես ամոթ ճիշտ ես ասում։ Ես լրիվ համաձայն եմ, ես ասեմ ավելին, չկա ավելի համով դեմք, ավելի հարազատ կանես դեմքն է։ Մենք ես երեխեքին հաղթանակ ենք պարտք։ Մենք ես երեխեքին թասիբ ենք պարտք, ոտնահարված ինքնասիրություն ենք պարտք, կորցրած երկիր ենք պարտք։ Շատ պարտքերն չգիտեմ, այս քանի կյանք է պետք, որ այս ամեն ինչը վերադարձնենք մենք իրենց, բայց թող իրենք իմանան, որ մենք դա գիտենք, չենք խուսափում եւ ամեն ինչ անելու ենք այն վերականգնելու համար։ Իսկ սա Փաշինյան Նիկոլի աշխատակազմի ղեկավար Տարոնն է Չախոյան։ 17 թվին նայեք, որ 380,000 դրամի ժամկետանց վատք ուներ վրան։ Ես հենց եմ իրան հիշում։ Տարոն էլի։ Ու հիմա պետությունից արդեն 7 միլիոն դոլար փող է ստացել, 1500 ֆեյք ունի։ Ֆեյք։ Այո, ես էլ ասում 1500 ֆեյք միշտ իմ ալիքի վրա կա, քվեարկությունների ժամանակ, դրանք նաև հավոնին ֆեյք են։ Դա ամեն մեկն էլ ֆեյք ունի։ Ֆեյք Ստյոպիկ Սաֆարյանն էլ ֆեյք ունի, պատկերացնում եք։ Այս սա է, որ ասում եմ մենք բան ունեինք, քաղաքացիական հասարակություն ունեինք, միջև Նիկոլ Փաշինյանի իր հայտ գալը, որը ավիրեց, այսինքն դրանց մեծ մասը այսինքն դարձավ, էլի։ Մեծ մասը մտան կառավարություն տարբեր ուղղակներով ու դարձան այսինքն միանգամից բաներ, բայց ձեր մասին առանձին խոսալու տա։ Որովհետև դու միակ էգզեմպլյարը չես, դու բացառություն չես, դու ունիկալ չես ոչ մի բանով։ Այսօր մեդալներ է բաժանվել, սնայքլու։ Դնում եք քնչականի պետ, բան, սենց իրար էլ շնորհավորում եմ պարոն Ավետիսյան, ավելի բարձր պարգևների արժանիք։ Շնորհավորում եմ։ Դրեք ինչն եք շնորհավորում։ Որեք ինձ հետաքրքիր է, էլի։ Դուք ինչն եք ձեզ շնորհավորում։ Ծնունդա, ինչա։ Հատ կարակ ասեք քնչականը ինչ արել։ Ինչ արել քնչականը։ Բացի գործ արտակելուց, հանցագործությունները չբացահայտված թողելուց, նարկոտրաֆիկը զարգացնելուց, անպատժելիության մթնոլորտը բարձրացնելուց, ինչ արել դրանից բացի, որ դուք ձեզ պարգևատրում եք իրար ու իրար էլ շնորհավորում եք։ Դուք ինձ գիտեք ում եք հիշացնում։ Դες ասեմ, երբ որ Կոլումբոսը հայտնաբերել էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, սկզբից սպանում էին հնդկացիներին, հետո հասկացան, որ մեծ է ծախսերը դրա համար, վառոդը շատ է գնում, սպանելու փոխարեն Իսպանիայից, Եվրոպայից բերում էին այս փայլփլուն ինչ-որ խաղալիքներ։ Դες տալիս էին այդ բաներին, հնդկացիներին։ Սրանք այդ մի փայլփլուն խաղալիքի դիմաց ինչ ուզում էին տալիս են այս սպիտակին։ Ինչ պետք էր, ամեն ինչ բերում տալիս էին ինքնական։ Հիմա հասկանում եք, որ ձեզ այս փայլփլուն խաղալիքները ձեզ փայլացնում են, ցույց են տալիս ու ձեզանից ստանում են ամեն ինչ։ Իհարկե, եթե դուք հասկանում եք դա, դուք սպասեք Տարոնի հետ կանգնեք հերթի մեջ, ես ձեր մասին առանձին խոսալու եմ։ Իսկ ինչ վերաբերում է այս վիճակին, հիմա սոնն եք, տեսեք ինչքան մեդալ ունի վրան։ Ձեզ էլ հիշացրեց Բրեժնևին։ Երբ որ երկրում, պարտված երկրում, աղքատության մեջ ծփացող երկրում, պարտքեր ավելացնող երկրում, երբ որ մի օր առաջ վարչապետն ասում է հանցագործությունը այնքան է աճել, որ մի բան պետք է անի, ու այսօր իրանց նվեր են տալիս։ Նշանակում է այդ երկրի հետ ոչ թե մի բան այն չի, այդ երկիրը այլևս գոյություն չունի։ Ես ինչի հիշեցի Բրեժնևին, որտեղ Բրեժնևի ժամանակ էլ էր նույն բանը։ Իրանք այնքան չգիտեին ինչ անել,
այնքան էլ ամեն ինչ ձեռից գնացած, որ իրան մեդալ էին բաժանում ուղղակի։ Եվ հիշացնեմ, Բրեժնևի մահից հետո, ընդամենը 9 տարի հետո վերացավ այդ երկիրը։ Վերացավ ոչ թե նրա համար, որ Գորբաչովը վերացեց, չէ, վերացավ, որովհետև այդ երկիրը արդեն կենսունակ չէր։ Եվ այս մեդալաբաժանությունը դատարկ տեղը իրար պատկերացրել է հենց դրա ցուցանիշն է։ Եվ դուք չեք հասկանում։ Դե դժվար է հասկանալու համար մի քիչ ուղեղապետք, մի քիչ պատմության իմացություն եւ այդ ամեն ինչը կապելու իրար կապելու ունակություն։ Ասենք, սա էլ է մեր ասածը։ Բայց նախ ասեք, դուք հայրենիքի ինչ ծառայություն եք ապացուցել, որ շքանշան եք արել։ Արցախն եք ազատագրել, շորհողեր եք ազատագրել, հանակ եք ծառայել, արյուն եք թափել Այս հարցին մի անգամ արդեն այլ գործընկերների հարցմանի պատասխան անդրադարձել եմ, նշելով, որ ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որ ես եմ իրականացնել, ենթադրում եմ մի օր դրա մասին ավելի հայտնի։ Գիրք, մեմուարներ գրի, որտեղ մենք չգիտենք, ասենք քո նման երևույթը ինչ կարող արածել երկրի համար, հələ գրողի ծոցը, որ դու ասենք կարող եմ մտածում ես դու գնացել ես աշխատանքի, դա համարել ես գործ քո համար, էլի։ Ես արդյունքներն եմ նայում։ Արդյունքներն, որ ինչու Հայաստանը կա արտաքին աշխարհում քաղաքական իմաստով դու ոչ թե աշխատանք չեք կատարել, դուք հակառակ աշխատանք եք կատարել, որի համար դատվելու եք։ Այս հարցերը, որ ձեզ ինչ եք արել, որ ընդհանրապես դուք ինչ եք արել, որ ինքներդ ձեզ պատկերացնում եք մեդալով։ Սա գիտեք ինչի մասին է, ես եմ ասում։ Սա ցուցանիշ է, որ դուք այնքան դատարկ եք, այնքան ամեն ինչը արդեն վերջացած է ձեր մոտ, որ դուք իրար փայլփլուն խաղալիքներով եք ուրախացնում։ Դու էլ կանգնի հերթում։ Տարոնի, քնչականի պետի, բան։ Դու էլ կանգնի հերթում։ Դու էլ պիտի լսես։ Այն ինչ որ ասել։ Արդեն ջերմուկում ապագա կա, բա Վահագն Արսենյանը նշանակվել է մարզպետ։ Ով է Վահագն Արսենյանը։ Սա Արսենյաններից է։ Չգիտեմ, որ մեկի Աշոտի տղեն է, թե աղբոր տղեն է, էական չի։ Ջերմուկի Արսենյաններից մեկն է։ Բա ջերմուկում պետք է Արսենյան լինի, նոյեմբերյանում պետք է Ղալումյան լինի, այտենց է։ Նույն ֆեոդալական համակարգն է, ոչ մի բան չի փոխվում։ Ոստեղ են ապագան այ ասում ջերմուկում։ Ջերմուկի մի բանը, մի մասը գրաված է։ Երևի իր ասած ապագական, ասենք մոտարպես նույնն է, այն ինչ որ ասենք մեկի հիմա ասի, Բաղանիսում ապագա կա, Ոսկեպարում ապագա կա։ Հա, ԿՊ-ականները կարող են ասել, որովհետև իրանց պատկերացած ապագան դա է։ Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Դու էլ հերթ կանգնի։ Դուք բոլորը այդ գեներալներով, ոնց sense Բրեժնևի նման, հա, Մարշալի ուսադիրել դրեք էլ ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն, ասեք դու տապեն դրեք էլ։ Եթե դա ձեզ ուրախացնում է, տապեք սենք շարեք։ Ուսադիրները կարակ ճակատիտ էլ խփեք, մեքենայի կապոտին էլ դնեք, բոլորը տենամ որ դուք ասենք, չգիտեմ, Մարշալի ուսադիրներ ունեք, կարեք էլ ով է ձեզ խանգարում։ Բյուջեն ձերն է, դիզայներները ձերն են, տպագրել բան, դա ինչ մի խնդրեմ է։ Արեք։ Վրանել գրեք ապագա կա։ Հիմա ամենակարևորը։ Դուք երբևէ մտածել եք ձեր կյանքի ինչ արժի։ Որն է ձեր ապրելու իմաստը։ Չեք մտածել, չէ՞։ Ես ձեզ ասեմ, հիմա եթե դուք սկսեք մտածել, այս հարցի վրա մարդիկ են ինքնասպան եղել։ Մարդիկ։ Այս հարցը օգտագործել են ժամանակին KGB-ում։ Սա ամենախայտառակ հարցերից մեկն է, որոնցով իրանք լուրջ մարդկանց են կարողացել կոտրել։ Եվ այդ հարցը օգտագործողը ոչ թե դատապարտյալը մեղադրվողը, չէ, հենց KGB-ի աշխատող այս հարցը օգտագործողը
Սկսել է իրիկուն ինքնան այդ հարցը տա։ Երկու հետո ինքնասպան է եղել, բայց դնել բանը ցույց նամակա թողը, որ այդ հարցը ես ինքս ինձ տվեցի։ Հիմա ես այդ հարցը ձեզ տալիս եմ։ Ինչ իմասուն ձեր ապրելը։ Մեկ նայեք ձեզ կողքից հիմա։ Պատկերացրեք մի վիճակ։ Դուք էլ չունեք իշխանություն։ Ինչ եք թողում ձեզանից հետո։ Ձեզ ինչ են հիշելու, ո՞նց են հիշելու։ Ո՞նց։ Բոլորս ենք մահկանացու։ Անկախ տարիքից Աստված ում ինչքան տվել է, այդքան էլ կապրի։ Ոչ ոք չգիտի, ով ինչքան ապրելու։ Դա մեր գործը չի, բայց պատկերացրեք, բոլորս էլ մահկանացու ենք։ Ձեր մահանալուց հետո ձեր թաղմանը գոնե մարդ կա է լինելու է եկող։ Ոչ թե քելը խուտելուն։ Քելը խուտող լիքը կա։ Հենա, մի հատ ունենք նույնիսկ Հայաստանում նախագահ է աշխատում։ Լավ քելը խուտող է։ Աշխարհի ոչ ծեր ասես գնում է քելը խուտելու համար։ Հիմա բայց ձեզ նայեք։ Ինչ եք թողել դուք ձեզ։ Հիմա Արսենյանն է, դուք պատկերացնեք, այս երեխուն դուք, այս երեխուն։ Ես իրան բան չեմ ասում, ինքը երեխա է, ինքը ձեր հետևանքն է։ Ինքը ձեր հետևանքն է։ Դուք սարքել եք մարզպետ, ձեզ թվում է դուք իրան լավություն եք արել։ Դուք ամենամեծ բեռն եք իր համար, ամենամեծ անեծքը։ Ինք հիմա ձեր քանդած ճանապարհով պետք է գնա, առանց հասկանալու, խապնվելով իշխանության, փողի, կոռուպցիայի միևնույն ժամանակ այսքան մարդու կյանք ու ճակատագրի պատասխանատվություն իր վրա վերցնելով, ասում է ապագա կա ջերմուկում։ Հա տղա ջան, ուղիղ նենց ապագա կա ջերմուկում, ինչպես ասենք Վաղանիսում կա, Ոսկեպարում կա, Արցախը բանայելը։ Շուտով Մեղրիում է լինելու այդ ապագան, հա։ Ու դուք մտել եք դրա տակ։ Դուք հեչ մտածել եք, որ ձեր տուն մարդ է գալի։ Քանի հոգի է գալի իրոք ձեզանով հետաքրքրվելու համար։ Երբ որ դուք այս հարցերի պատասխանը փորձեք նայեք, ես հիմա չեմ ասում, որ դուք գնաք ինքնասպան լինեք, որովհետև ինքնասպան լինելու համար առնվազն պետք է խորությամբ կարողանալ ընկալել ինչ որ ես ասում եմ։ Դա ձեզ իհարկե չի սպառնում։ Չի սպառնում, բայց ես ձեզ մի բան կարող եմ ասել հիմա ինչա կատարվում ձեզ շուրջը։ Նույնիսկ ձեր ընտանիքում դուք չունեք մեկը, որ ինոք մտահոգված է ձեր մարդ տեսակով։ Այ երիտասարդ, քո մարդ տեսակով, քո հերն ու քո հորողները բացարձակապես հետաքրքրված չեն։ Իրանց պետք է, որ այդ գիծը շարունակող լինի եւ այդ ամբողջը դրեցին քո ուսերին տղա։ Հիմա դու այդ մեղքը, այդ անեծքը պետք է քաշտես։ Իրանք էդի արել են մարդիկ գողանալով, սպանելով դեռ Սերժի ժամանակվանից։ Ու մեկ էլ հիմա պետք է ինձ մեկը ասի, որ Սերժի կադրերը, որ այսօր բոլորը աշխատում են Նիկոլի մոտ, նաև Սերժիկն էլ ընդդիմադիր է մնում։ Սերժիկին պետք է Նիկոլ Փաշինյանը ասի պապա, ինձ թվում է առանձին, որ իրանք տեսնում են, պապջանա ասում Սերժիկին։ Իսկ նա Սերժիկը, ինձ թվում է հաստատ Սերժիկը ավելի շատ հերություն է արել Նիկոլին, քան Նիկոլի իրական հայրը։ Դե ես Լևոնին չեմ ասում, Լևոնը իր հիմնադիրն է։ Բայց այս վերջի հաստատ մի քանի տարվա մեջ, 10 տարվա մեջ, հա, հաստատ Նիկոլը Սերժին պետքա պապա ասի։ Ոնց նայում եք, բոլորը Սերժի կադրերն են։ Հիմա տղա ջան, քո հայրն ու հորեղբայրը ինչ արել են։ Իրանք սահուն բերեցին դրեցին քո ուսերին։ Իրանք սարքեցին քեզ իրանց նման դժբախտ։ Դժբախտ, որովհետև դուք փողոցով քայլելուց անդադ կողքները պետք է նայեք։ Անընդհատ։ Դուք Նիկոլի հետ հավասար բոլոր քֆուրներն ու անեծքները ուտում եք ձեր վրա։ Դուք Նիկոլի հետ հավասար պատասխանատվություն եք վերցնում են բոլոր արհավիրքներին, ինչ որ եղել է եւ դեռ ինչ որ լինելու է։ Դուք չունեք ձեր շրջապատում ձեր կյանքում մեկ մարդ, որին կարողանաք վստահել։ Որովհետև ով ձեր հետ շփվել է Սերժի ժամանակվանից մինչև հիմա։ Սերժի ժամանակվանից դուք մինչև հիմա։ Շփվել է բացառապես շահույթ հետապնդելու համար։
Բացառապես։ Դե հիմա ձեր շուրջը նայեք։ Հիմա տեսեք դուք ինչ եք հասել։ Ու դուք պատկերացեք մի պահ եւ դուք եք արդեն էլ այդ պաշտոնը չունեք, Հայաստանում չկա Փաշինյան Նիկոլ ու Սերժ Սարգսյան, Հայաստանում ուրիշ վիճակ է։ Կամ ընդհանրապես դուք էլ պաշտոն չունեք, փող էլ չունեք։ Նայեք ձեր շուրջը ինչ է մնացել։ Եթե ձեր երեխեքն են ձեր նման մեծանում, դուք ուրեմն երեխա չունեք, դուք զավակ չունեք։ Նայում եմ երիտասարդ համակրելի մարդ էլի։ Կարող է չէ կյանքը այլձև դասավորել, բայց չէ հայ նորողները վերցեցին սարքեցին հանրապետականից ՔՊ-ական։ Բայց շրջանը ոչ չենք թողել ուրիշի ձեռք։ Պասենք հետնել ապագա կա։ Քանի կիլոմետր է պետք եւս տալ մարդ մնալու համար։ Էլ ինչ հանցագործությունների գնալ, ինչ հարց չկա, ամեն ինչ նայելով մոտապես Գուրգեն Արսենյանին, ես չգիտեմ քո հայրն է թե ողբերգն է, ասեմ ողբերգ է։ Հա։ Ու պարզ արդեն էլի։ Պարզ է ձեր կարգավիճակը։ Այ երբ որ դուք սկսեք լրջորեն մտածել ասածներիս մասին, ձեր ապրելը կդառնա ձեր համար անիմաստ։ Մեկ էլ կհասկանաք, որ դուք ամբողջ կյանքներդ ոչ մի բան ձեր հետևից չեք թողել։ Անեծք, թուքումուր ու մահից սկսած։ Բացառապես է տեք թողել։ Ձեր հետևից չեն հիշելու։ Ասում ձեր գերեզմանին այցի եկողել չի լինել։ Եթե իհարկե ես լավ հաց չդնեք, էլի դա հետո որ Վահագն Խաչատրյանի նմաններ են կան լապել։ Սա է իրականում ձեր արժեքը։ Հիմա այս ընթացքում քանի միլիոն տարակ, եթե դուք հասկանաք գերագույն ճշմարտությունը, որ աշխարհում երկրի վրա ոչ մեկ, ոչ մի մարդ, ինձանից սկսած եզանից վերջացած, ոչինչ չունի սեփական հետը տանելու։ Չկա, մարդ մենակ է գնում։ Այն ինչ որ կա, դա շատ ժամանակավոր է, այլ եղանակից կախված, քաղաքական իրավիճակից կախված, բացարձակապես մարդ, նույնիսկ այս հակիշորը իրան չի, որտեղ կարող է ճղվի։ Այդ է։ Դուք այդ պարզ ճշմարտությունները հասկանայիք, մեկ էլ ներնայիք այդ մի բան, որ ձերն էլ չի, դրա համար դուք իշքան ստորությունների եւ հանցագործությունների գնացել մի բանի համար, որ ձերը չի, ձերը չեք կարողանալու տանել, հա։ Դուք կհասկանաք, որ ձեր ամբողջ կյանքը դուք ներդրել եք ձեզ վնաս։ Հիշատակ, բարի խոսք չունեք դրա դիմաց։ Ամեն ինչ արել եք ի վնաս ձեզ։ Հիմա տղա ջան, քո հորն ու հայրն ու ողբերը քո առաջնային թշնամիներն են, բայց դու դա իհարկե չես հասկանում։ Ցավոք։ Կարող եմ մի օր քո երեխաները դրա մասին սկսեն լուրջ մտածել։ Հիմա գնանք առաջ։ Գիտեք սա ով է։ Ուրեմն 5 տարի առաջ հոկտեմբերի 9-ին Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի զինծառայողները հրաման էին ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուրհատ սարը եւ դիրքավորվել այնտեղ։ Հաջորդ օրն առավոտյան Ադրբեջանը հարձակվել էր։ Գումարտակը ստիպված նահանջել։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միայնակ էր թողել նորակոչիկներին, պատճառաբանելով, թե վիրավոր է։ Սրանք տենում եք։ Էսեն հարյուրավոր դավաճան սպաներից մեկն է, որը որոշել է այս մեկին դատել, էլի։ Հիմա ասում է իրական մեղավորները դրսում են։ Չի ասում իրական մեղավորներն ով են, բայց ասում է դրսում են։ Ես այդքան մեղավոր չեմ։ Չի ասում ես հրաման եմ կատարել, դե ասում հրամանն ես կատարել, ովքեր են այդ մեղավորները։ Տղա, այս գլխիդ մեծությանն եմ նայում, վզիդ հաստությանն եմ նայում, ու ուղեղիդ բացակայությանն եմ նայում միևնույն ժամանակ։ Ոչ միայն հանցագործ ես, հանցագործ այսքան երեխեքի մահվան պատճառ, այլ նաև անուղեղ գյադա։ Պարզ չհասկանալով, որ այսօրվա ձեր փրկությունը, երեք Ջալալին եմ ասել, այսօր էլ քեզ ասեմ։ Էս էլ է լռում, իրան թվում է դա հաշվի պետք է առնել։ Դուք այտենց է չհասկացաք, որ ձեր միակ փրկությունը ձեզ մեկը դատարանը հասնում,
դատա հասնում ցամա, հա, բայց մահվանից բրցնելու ձեր միակ տարբերակը խոսելն է, ասել, որովհետև ասելուց հետո արդեն ձեզ սպանել իմաստ չունի, ձեզ վերացնել իմաստ չունի, բայց հիմա որ դու դες բան ես անում, ակնարկ ես անում, թե իրական մեղավորները դրսում են, իրական մեղավորները հիմա միջոցներ ձեռք առնեն այնպես, ինչպես միջոցներ ձեռք առան, պատկերացնում եք, հազարավոր կիլոմետրներ հեռու Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի զուգարանում, որ այնտեղ ամեն մարդ չի կարա մտնի, ընդհանրապես մարդ չի կարա մտնի այնտեղ, հա, բայց նույնիսկ այնտեղ ձեռքերը հասա։ Ու այս ամեն ինչը ձեր գլխին չի հասնում ուղեղին, արա որ մեկը ձեզ դատելու են, ձեզ, չգիտեմ, կախաղանա հասնում, այն ինչ որ դուք եք արել, այ ժողովրդի, այ զինվորի գլխին, այ պետականության, ձեզ ներում չկա, բայց գոնե ձեզ ոչնչություն կյանքը, ոչ մի բան չարժեցող կյանքը, կարեք բանտում փտելով անցկացնեի, բայց հիմա ոնց որ թե դա էլ ձեզ չի սպառնում, որովհետև այն որ ասում եք իրական մեղավորները դրսում են, մենք հո գիտենք որ դրսում են, տղա ջան, այ այդ հիմա իրական մեղավորները նստած են, այսպես մտածում են, բաբոր ես գյադ են խոսած, բաբոր, էսի սկսեց ցուսմունքներ տա, տեսավ չենք օգնում, մտածեց ինչի եմ ես մենակ նստում, դուք էլ էտես պետք է գաք նստեք, ու սկսում են միջոցներ ձեռք առնել, այնց ոնց որ այն տղում, Ջալալի նկատմամբ էլ նույններն են, ձեր բոլորի նույն բանն է սպառնում, մեկը այն ինչ որ եղել է, մենք իմանալու ենք, մենք գիտենք, բայց ձեր ասել է կփրկի ձեզ, հասկանում եք, Այդ չեմ ասում հաջորդ դատարանը արդեն ձեզ որպես ցուսմունք տվող ուրիշ ձև կնայի, իսկ դու հիմա պարտակող ես, հանցագործ, հայասպան, ցեղասպան, դավաճան, Եվ ասում ես իրական մեղավորները դրսում են, դա չի նշանակում, որ դու մեղավոր չես, դու կրկնակի մեղավոր ես, որ իրական մեղավորների անունները չես ասում, հասկացա՞ր հիմա, ու չմտածես, որ սա քո վերջի դատն է, դու դեռ ցուսմունքներ պիտի տաս իրական դատարանում, հա, ինչպես այս լֆիկի արաղի տակի նստվածքը, պատկերացնում եք, էս էլ է հայ գեներալ, դուք հասկանում եք սրանք, հայ գեներալ են ժողովուրդ, ես այս երկու օր ես բանը, այս շոկը նվաստացման շոկ է մոտեցվել հայ զինվորի կերպարի նվաստացում, սա հայ զինվորի կերպարի նվաստացած տեսակն է, որը պնդում է, որ ադրբեջանցիները զինվում են ոչ թե Հայաստանի դեմ, այլ Ռուսաստանի դեմ, վաղն էլ ուրիշ բան կար ասի, նայած թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում որ ասեն, ու սրանք բոլորը հայ սպան են, արա այս երեխեքին պատկերացնում եք սրանք են ղեկավարել, արա այս երեխեքին դուք արժանի չեք ղեկավարելու, այս երեխեքը, այս ոնց որ առյուծների բանակը անասուններն էին կառավարում, ասում եք անասուններ չեք, դուք արա, դուք չգիտեմ ինչ ասեմ ձեզ, ամեն մեկը մի հատ առյուծ ու ով է իրանց ղեկավարել, սա ամոթ է, սա խայտարակություն է, բայց վերականգնվող է, հայ մարդը հո չվերացավ, հայ տեսակը հո չվերացավ, չէ, թող ոչ մեկ այդ հույսը չփայփայի, բացառապես, մի հոգի էլ մնա, մնալու է, ասում եմ, ես կոտորում էին տեղյակ չեն, որ մենք սերմեր ենք, այն ինչ որ կոտորել եք, դուք երևի տեղյակ էլ չեք, դուք ինչ սերմ եք ցանել, այն ինչ որ քաղաքականություն հիմա տանում եք հայ մարդու նկատմամբ, հիշողության արժեքների, հա, ինչին նայի, ինչին չնայի, ինչը նկարի, ինչը չնկարի, էսի, դուք դեք ինչ սերմեր եք ցանում, շատ կար ժամանակամիջոցից, այս այդ ամեն ինչը քաղելու եք, իմաստան լսենք ներդել, Արդամ 20 թվականի հունվարի 25-ին վարչապետի խոսքը, սա է,
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են։ Պարբերություն առաջին 7 շրջանների Աղդամի, Ֆիզուլի, Զանգելանի, Կուբատուի, Ջաբրայելի, Քելբաջարի, Լաչինի վերադարձ Ադրբեջան պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք, հաջորդ կետը կողմեր միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ Հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամ արտահայտմամբ քվեարկության անցկացման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր եւ կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին, նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը պետք է չսահմանափակվի, կարող է բոլոր տարբերակները ընդգրկել կարգավիճակին, ապա շրջափակում է տեղի ունենում եւ վերաբնակները վերադառնում են ազատված 5 շրջանները, Ադրբեջանի քաղաքացիական իշխանություններն են մտնում տարածք, միջազգային խաղապահ ուժեր են տեղակայվում բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի, Քելբաջարը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման ներքո եւ երրորդ պարբերությունը նման միջոցների ձեռնարկմանը զուգահեռ մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպում։ Ես կարդացի վարչապետ Փաշինյանի 2020 թվականի հունվարի 25-ին Կապանի ասուլիսում հնչեցրած տարբերակը, նա հղում էր անում մի լրատվամիջոցի եւ ասում էր վարչապետը, որ պահին ուզենանք կարող ենք բանակցել այս տարբերակը եւ միջազգային հանրությունից որևէ խոչընդոտ չի լինի։ Ինչու եք սա մերժել, պարոն Ռուբինյան։ Չէ՞ որ սա այսօրվա իրադրության հետ կապված հրաշալի եւ հեքիաթային լուծում կլիներ։ Ցավում եմ։ Ես հղում եմ անում վարչապետին։ Դուք հղում եք անում վարչապետին, դուք հղում եք անում մի բանի, որին հղում է մնացած արդեն էական չի։ Սա այնա, ինչ որ ստականքը ստացել էր, որպես ժառանգություն։ Ինքն ասում էր, «Էսի հեչ, ես սկսում եմ իմ զորայական կետից», որովհետև այդ զորայական կետի համար ավելի շատ էին տալի։ Ասում էր, «Էսի լավ տարբերակ չի», ու ես սկսում եմ զորայական կետից, որովհետև այդ զորայական կետի փողը ավելի շատ էր։ Հիշում եք այդ խոսակցությունը, որ ինչն է Փաշինյան Նիկոլն է պատմել, որ Ալիևն իրանն ասել է, ես հասկանում եմ, որ Արցախը մենք կորցրել ենք անվերադարձ։ Փաշինյան Նիկոլն ասել է, ինչ ես տես, վատատես։ Մտածի, առաջարկություն է։ Այս խոսակցությունը եղել է։ Սա ինքն է ասում, սա իմ խոսքերը չի։ Հիմա սրանք, որ աչուդախ մեդալներ են ստանում, այս թուրքի ծնունդները, այ ժողովրդի հիմար մասին, բացառապես հիմար մասին, ես սա որպես դիագնոզ եմ ասում, սա որպես թող վիրավորանք չընդունեն, ով հավատում է սրանց, ով աջակցում է սրանց, սա առնվազն հիմար է, իսկ գիտակցվածները դրանք ուղղակի պետական հանցագործներ են։ Սա մոտավորապես ունենք մի 15%, շատ է, քիչ է, ինչ է։ Դա է, 30 տարի այլասերել են ժողովրդին, 30 տարի այլասերել են, ինչ պետք է լիներ։ Հələ եթե 15%-ով ենք բրցնում, էլի լավ է, կարող ավելի շատ լիներ։ Ու պատահական չի, որ Լևոնի կադրի լակոտն է սա, Ռուբեն Ռուբինյանի ճուտն է, ասում Լևոնի, Ռուբեն Ռուբինյանի, չէ, Հակոբ Ռուբենը Հակոբ Ռուբինյանի, լաչն է, այսինքն հերու չի ինգել, սենց գալիս է իրարդես, բայց հիմա այս հաղորդման մեջ ինքը Լևոնից դժգոհ է, ինչի է Լևոնից դժգոհ, որ հարցը Լևոնից դժգոհ լինել է, չի, մի ձևով արդարացնի, որ Նիկոլ ավելի լավն է, քան Լևոնը, լակոտական խոսակցություն էլի, ինչ որ է։ Սա մեզ բերելու են դեմ տան այս 26 թվականի ընտրություններին որպես տարբերակ։ Հիմա ես գնալով խոսում եմ ամենակարևոր մասին։ Հեսա մոտենում եմ։ Ինչու են այս ռազմավարությունը ընտրել։ Ամեն ինչ sense դնելու ենք հատիկ այս դարակների վրա, ինչ ասում, պապոլոչկա։ Ինչու են հենց այս տարբերակը ընտրել։ Ու սա ավելի ակտիվանալու է։ Ես ուզում եմ անգամից մոտենանք։ Հայաստան-Իրան սահմանից են կողմ չկա տարածք, որը մեր պատմական հայրենիքի մասը։
Ներեք, ես սա դիվա։ Սա չէր։ Զայա։ Կանչեմ։ Հայաստանի միջովը, չէ, Հայաստանի մասին է։ Ինչու է այդտեղ կա Ադրբեջանի ստորագրությունը։ Ինչ կապ ունի Ադրբեջանը այդ ճանապարհի հետ։ Ես ուզում եմ քիչ խոսամ, թող արդիկ արտահայտվեն, էլ էս առնում։ Բայց Սևո Սպիտակին գրած է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին, կար Հայաստանն ու ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ստում ես Հայաստանը ԱՄՆ-ն ոչ մի բան չկա։ ԱՄՆ ընդհանրապես Թրամփը ընդհանրապես վկա է այդտեղ, Հայաստանը ԱՄՆ-ն ոչ մի բան չկա այդտեղ։ Հələ ոչ չի կարելի հայերեն հնչեմ ես ինձ սահմանափակում չգիտեմ։ Սպիտակ կա Ալիևի ստորագրությունը։ հասկացանք, ասում Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին կաշխատեն թրի ծրագրի վրա Հայաստանի տարածքում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ եթե տրամաբանությունը դա է, Ադրբեջանի ստորագրությունը կա հետևյալ տողերի տակ։ Հայաստանի տարածքում գտնվող թրի նախագիծ։ Սևո Սպիտակ որ ասում այս է, չէ՞ Պետրոս, էսի սպիտակն է, սևով է սպիտակի վրա գրված է։ Կլի կարդանք։ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ, դա ոնց որ դու չասիր, բայց դա դիստե գրած է։ Այդ քո կարծիքով փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմը, դա հենց այն կողմը չի, որ ստորագրել է այդ փաստաթղթի տակ։ Ադրբեջանը չի, այսինքն Ադրբեջանի հետ չէ՞ պիտի համաձայնեցվի ԱՄՆ-ի եւ Հայաստանի ձեռք բերված պայմանները համաձայնեցված երրորդ կողմի հետ Հայաստանի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Այսինքն Հայաստանի տարածքում նույնիսկ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ չի կարող համագործակցի առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման։ Ու այդ փաստաթղթի տակ դրած է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Ասեք օրինակ որ ասում են փոխադարձություն, սուվերենություն, ինքնիշխանություն։ Ասա մի հատ թուղթ կարաս ցույց տաս Ռուբինյան, որ վերաբերի Ադրբեջանի տարածքում Ադրբեջանի ու մի հատ ուրիշ երկրի համագործակցությանը դրա տակ դրած է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, ու հետո իր հետ համաձայնեցված է լինի։ Կարա՞ս կարա՞ լիդես բան Պետրոս։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասեմ, ընդհանրապես այս կլիպներն ով սարքում է Ես ուզում եմ հարցնամ էլի ինձ, անկեղծ ես չեմ հասկանում։ Ինչ է երաժշտությունը նտակը։ Ջոտ, ով է ձեզ ասել, որ անպայման երաժշտություն պետք է լինի տակը։ Շատ ժամանակ է երաժշտության պատճառով նախ YouTube-ը բլոկ անում, չի թողում որ դու ցույց տաս։ Երկրորդը ով է ասել, որ երաժշտություն դրա տակ լավ է։ Մարդիկ ուզում են կենտրոնանում տեքստը լսեն։ Մարդիկ որոշում են, որ երաժշտություն դրա տակ լինի։ Ջոտ, պատահից չի։ Դա փչացնում է կոնտենտը։ Սա իմ համեստ կարծիքն է։ Հիմա գնանք առաջ։ Չկա ու չի կարալ ինչ է, որովհետև էսի Թրամփի ուղի կոչվածը։ Դա ամենը մեղրին հանձնելն է Ադրբեջանին։ Բագրատյանն ինչ էր ասել։ Իշ Բագրատյանի մեջ բերելուց մի քիչ չգիտեմ, արժի որ մեջ բերել։ Շնորհակալություն։ Դե թե չեք ուզում Բագրատյանի մեջ բերենք, խելոք մարդ ու չեք սիրում։ Բեր Նիկոլին մեջ բերենք։ Կլինի Պետրոս ջան։ Մեջ բերվում է Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված, որը հնչեցվել է սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու ազգային ժողովի նիստի ժամանակ։ Մենք պարտավոր ենք հաղթել, եւ դրա համար կա միայն ու միայն մի նախապայման, որ մենք ինքներս մեզ խոստանանք, որ ոչ մի միլիմետր չենք նահանջի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի, մեր ապագայի եւ մեր անցյալի, մեր ինքնության եւ մեր արժեքների պաշտպանության դիրքերից։ Կեցցե Արցախի հանրապետությունը, կեցցե Հայաստանի հանրապետությունը, կեցցե հայոց սփյուռքը։ Մեջբերման ավարտ։ Ասես թե ամեն ինչ ասած ես չեմ ուզում ոչ իմանալ լրացնեմ։ Էդգար Ղազարյանի Ուղղակի ամեն անգամ գիտեք ինչի վրա եմ ապշում, որ արդեն անցել է 5 տարի եւ մենք դեռ պետք է ինչ-որ բաներ ապացուցենք դավաճանության մասին, Արցախ-Հայաստանը թե չէ, հիմա անընդհատ նոր բան են բերում, անընդհատ։ Հիմա ժամանակն է, որ ես անցնեմ իրական երկրորդ կարևոր թեմայի, թե ինչու է դա արվում։ Այսօր այսպեսի մի վերնագիր կարդացի հոդված, որտեղ Պետրոս Մանուկյան, բանա, կուսակցությունները նմանվում են ռեստորանի, որն առաջարկում է միայն 2-3 տեսակի սնունդ։ Ես կարդացի, ուզում էի համաձայնել, բայց ասել եմ մի վարքան։ Մեկ վարքան։ Այդպես ուզում են ցույց տալ մեզ, որ ընդամենը 2-3 տեսակի սնունդը այստեղ է գալիս այս հաղորդման ամենակարևոր կետը։ Մինչդեռ այդպես չի։
դա ուղղակի հին կեղտոտ մանիպուլատիվ գործիքակազմ է։ Իրականում Հայաստանում ծրագրերի բազմազանություն կա։ Եթե վերցնենք, ես ասենք առնվազն ճանաչում մի քանի հոգու, որ հետաքրքիր, շատ հետաքրքիր բաներ, մանրամասներ եւ նյուանսներ են առաջարկում, բայց ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը ընդհանրապես չի եղել, չունի այդ պրակտիկան, որ ինքը ծրագիր ընտրի։ Հիմնականում ընտրել ենք ինչ որ մեկի դեմ ատելության աստիճան այնքան է եղել, ատելության, որ մեկ այդ գործող իշխանության ատելու արդյունքում ընտրել ենք չարած փոքրագույն միշտ։ Եվ այդ ժամանակ ակտուալ չէ եղել, մի հատ նայենք այս ծրագրերի մեջ այս նրբությունները, ով ավելի արդյունավետ բան առաջարկում։ Չէ, այդտեղ չի հասնում։ Շատ փոքր նեղ շրջանակի համար է դա քննարկման առարկա։ Հիմնականում մեդիայում այդ չկա քննարկումը, որովհետև միշտ ատելության շարժառիթով է մարդիկ գնում։ Ինչ որ մեկից ազատվելու, գնում էինք Լևոնից ազատվելու, հետո գնում ենք Քոչյանից ազատվելու, հետո Սերժիկից ազատվելու, հիմա գնում ենք Նիկոլից ազատվելու։ Այնպես որ այդպես չի, բայց ինչու է այդ ընկալումը, այստեղ է ամենակարևորը։ Այ հիմա սկսում է հիմնական կինոն։ Ես դա ուզում եմ մի պահ ձեզ մի հատ անալիտիկ ֆիլմից մի հատված ցույց տալ։ Ոնց էր աշխատում KGB-ն։ Սա անալիտիկ фильм. Парадокс выбора разрушал психику историка изнутри. Սա մի պատմաբանի մասին է։ Ասում է, պարադոքսը ընտրության պարադոքսը քայքայում էր պատմության մասնագետի ներսից։ Дайте мне время подумать, прохрипел Якунин. Եվ ինչ ժամանակ է խնդրել մտածի, ինչի մասին մտածի։ Ընտրությունը հետևյալի մեջ էր։ Կամ իրան դատում են, կամ ինքը, ինչու են դատում պատմաբանին, որովհետև Սախարովի հետ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ինչ որ շարժում են սկսել 72 թիվն է, շարժում են սկսել 72 թվի մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված Սախարովի հետ։ Եվ իրան բռնել են, ասում են, քեզ պետք է դատենք։ Կամ հրաժարվում ես այդ շարժումից, կամ դու մի խոսքով քեզ հայտարարում ենք թշնամի, ժողովրդի ասում ենք ու դատում ենք 15-20 տարի լագերներով անցնում ես։ Բայց եթե հրաժարվես Սախարովից, կգնաս էլի քո աշխատանքին, աղջկատ էլ ոչ մի բան չի լինի։ Տեսեք, շանտաժը, աղջկատ ոչ մի բան չի լինի։ Այս նույնը մեզ են ասում հիմա, պատերազմը։ Բայց ասում աղջիկս ինչ կապ ունի այստեղ, ոնց ինքը շատ խելացի աղջիկ է, ինքը կարա դիսերտացիա պաշտպանի, գիտությամբ զբաղվի, բայց եթե դու նստեցիր, չի լինի։ Ավելին, եթե դու չհամաձայնվես, քեզ մենակ չենք դատելու, ասում ես չեմ դավաճանի, դատեք ինձ, ես կընդունեմ իմ բանը, չէ ասում, հո մենակ չենք դատելու, հիմա գալիս է պարադոքսը ընտրության, դատելուց բացի, քո աղջիկն է զրկվում բոլոր հնարավոր գիտությունների զբաղվելու, քո անունն է պախարակվում եւ ինքը որպես դավաճանի աղջիկ պրկավ իր կարիերան եւ այլն, այսինքն ընտրության պարադոքսը վատի եւ վատագույնի մեջ, նայեք, այսա այն որ հիմա գալու է մեր թշնամի խոսակցության թեման, ասում է, այս ընտրության պարադոքսը մարդուն հանդում է իր ներսից, երբ որ մարդը ընկնում է այս անելանելի վիճակի մեջ, նույնիսկ ինքը մահանալու իրավունք չունի, ասենք, ասում է, չէ, դու մահանալը չէ, քեզ նաև քո հետ սպանել են քո աղջկան, կոպիտ ասած, ու սա KGB-ն օգտագործել է իր ուզած ցուցմունքները ստանալու համար, հիմա գնանք առաջ։ До утра. Завтра в 10 часов я жду ответа. Вышел из камеры. В коридоре его ждал Степанов. Теперь... Тоже генерал. Ну как? Спросил старый товарищ. Сломается. К утру сломается. Եվ երկու գեներալ, որոնք այդ հոգեբանական հարցաքննությունների իրանք վարպետ են։ 3 հարց, որը քանդում է ցանկացած մարդու, ու այդ 3 հարցի շուրջ աշխարհի բոլոր հետախուզությունները
աշխատել են ստանան այդ հարցի պատասխան, որոնք են այդ 3 հարցերը, որ հերթականությամբ բերում են մարդու քայքայման, հոգեբանական քայքայման, եւ այդ մարդը դառնում է անզոր ու անպաշտպան, ասում է ինչ որ պետք է, ընդունում է այն ինչ որ պետք է։ Սա օգտագործվել է մեր նկատմամբ, երբ որ մենք սենց է ընտրությունը, ազատություն, թե չգիտեմ, Ռոբերտ, Սերժի կամ Փաշինյան Նիկոլ ասում են չէ։ Քո սա է։ Քոչարյան կամ Նիկոլ։ Ասում ես չէ, ես անկախություն եմ ուզում, ասում են չէ։ Անկախության որ ուզես, քեզ դա տանելու է դեպի պատերազմ, դա քո մահն է, չէ։ Դու դա չես ուզում։ Այստեղ է քո ընտրությունը։ Եվ այս ընտրության պարադոքսի մեջ, անելանելիության մեջ ժողովուրդը ներսից հոգեբանորեն ուղղակի քայքայվում է, դա անտանելի է ցանկացած հոգեբանության համար։ Դրա համար էլ ինձ որ գրում են, ել չենք դիմանում, քայքայվում ենք, դրա ձենը վրես ազդում է, անելանելի է, քունս եմ կորսել, ճնշումս է բարձրանում։ Ես հազարավոր նման նամակներ եմ ստանում, ես մի մասին պատասխանում եմ, մի մասին չեմ պատասխանում։ Հիմա հասկացեք, որ սա պատահական չի արվում։ Սա այս գործիքակազմը դեռ 1972 թվականին գործիքակազմը օգտագործում էր պատմաբան այդ մարդուն սախրվետ համագործակցելու համար հասարակության ժամանակ։ Երբ որ չեն տալի ընտրություն, ասում են ընտրությունը ստեղ է։ Այս երկուսն է։ Վատի եւ վատագույնը։ Ասում ես, բայց ես այն եմ ուզում, չէ։ Այ եթե դու նա որոշես, ավելի վատ է լինելու քո հետ։ Այս ընտրության բացակայությունը կիրառվել է մեր նկատմամբ մասնավորապես 20 թվականից սկսած։ 20 թվականից սկսած կիրառվել է մեր նկատմամբ սենց ու ունենք այն ինչ ունենք։ Հիմա նորից նույնն են ուզում անեն։ Ես չեմ սա մասին այսօր որոշել խոսալ, որտեղ նույնն են այսօր ուզում անեն։ Ասում են քո ընտրությունը սենց է։ Կամ գերագույն հողատունն է, կամ գերագույն վիժվածքն է, կամ գերագույն սուտ խոսանն է, կամ անիքնասերն է, կամ մի խոսքով, ապա այս բոլոր տեսակետներում ես Նիկոլի։ Այս սրա մեջ է քո ընտրությունը։ Նիկոլի բոլոր գույներն ովքեր են, Սերժիկը, Ռոբիկը, իրանց կողքից էլ ով կա, հələ հեսա էլի խոսալու ենք իրանց մասին։ Դա բոլորը Նիկոլի գույներն են։ Ու հիմա այս գույները բերել են դրել են մեր դեմը, ուզում են բերել սս դրեն մեր դեմը, որ ամեն մեկի անվան տակ, գույնի տակ մի քանի տոկոս փախցնելով, համախառն տոկոսով ասեն դու ընտրություն չունեիր, էս է քո ընտրությունը, որտեղ այն ինչ որ տակը մնաց, դա չանցավ խորհրդարան։ Ես չգիտեմ այս տարի մենք Նիկոլի քանի երանգ ենք ունենալու, բայց ես ասեմ, այն հանգամանքը, որ հանրապետականը հələ երանգ չի առաջարկել, Սերժիկը, հələ բանը, վարչապ բանը, մարզպետները հələ որ վերցնում իր համար, բայց դա չի նշանակում, որ ինքը վարչապետի տեխնացու չի առաջարկելու, ես չեմ զարմանա, եթե վերցնեն, ասենք Մասիսի քաղաքապետին իրանց վարչապետի տեխնացու, ուզում եք, չէ, նման մի բան անեին, պատկերացնում եք, ով այ արշակի փեսուն, վարչապետի տեխնացուն ուզում առաջարկել, չի բացառում, ես չգիտեմ, հələ չեն ասել, դա չի նշանակում, որ եւս մի քանի հատ այս ընթացքում մենք Նիկոլի տարբեր երանգները չենք տեսնելու, այսինքն մեզ չեն առաջարկելու, որն են ստացվի, որ ընդհանուր պալիտրայի մեջ դուրս գա այս ընկերոջ ասածը, որ քաղաքական դաշտը ոնց որ թե այն ռեստորանը լինի, որտեղ ընդամենը մի քանի կերակուր են առաջարկում, ոչ, պետո ջան, մի քանի կերակուր չի։ Բոլորը Նիկոլի տարբեր բաներ, բոլորը Նիկոլի տարբեր գույներն են։ Իսկ այն ռեստորանները, որ իրոք մենյու ունեն, այս ինֆորմացիոն, այս բանի տակ, ֆոնի տակ ինքը կորում է, դրա համար եմ ուզում ասեմ, կա առաջարկ, այդ ինչի է, որ ընկալումը հենց է, որ առաջարկ չկա, որովհետև հիմնական մեդիա հոսքերը հենց առաջարկում են Նիկոլ։ Նիկոլ ո՞րն ես ուզում, ընտրի Նիկոլ հողատու, թե Նիկոլ վիժվածքը, Նիկոլ Սուտասանը, թե Անիքնասերը, չեմ ուզում են քֆուրները կարդամ, հա։
դուք ինքներդ կարդում եք երևի արդեն։ Էս են առաջարկելու մեզ, այն փոքրիկ բանը դե մնալու է շատ ինչ ոսս բարակ տողով, վերջում ամեն դեպքում սա իրանց նպատակն է։ Դրա համար եմ ես մեր այդ հաղորդումներն ու շփումները շատ կարևորում։ Ես չգիտեմ էլ ինչ անեմ, որ ասենք ավելի հաճախակի լինի եւ ավելի լայն մասաներին հասանելի։ Էլի դուք պետք է օգնեք այս հարցում։ Ես կարող եմ ընդամենը իմ Facebook-յան էջերում տարածել։ Դուք կարող եք օգնել, որ դուրս գանք այս Նիկոլի բոլոր երանգների այս խաչմերուկից, հա, այս թակարդից դուրս գանք, որ ասենք պետոյի նման մեկի մոտ չլինի ասի, բան չեն առաջարկում, ոչ, պետո առաջարկում են։ Ոչ, այն հանգամանք ուղղակի ոչ չգիտես, դա նենց է, որ դու main հիմնական մեդիա սպառողն ես փաստորեն։ Եվ դա նորմալ է, որովհետև մենակ դու չես այդ վիճակի մեջ։ Ինձ այդ խոսում են ասում են մի բան ասա, էլի անուն չենք ուզում ասենք, փրկություն կա թե չէ։ Պատկերացնում եք, ինձ դա ասա էլի մի բան հույս տու էլի, ասում եմ չեմ ուզում բան ասեմ, չէ, ես չեմ ուզում անուն, մենք չենք ուզում անուն, կարաս չէ, բայց հույս ունենանք, այս վիճակն է մարդկանց մոտ։ Ինչի՞, որովհետև այս են առաջարկում։ Մեծ մեդիաներ էս ասում, Պետրո Հանրայինը էս առաջարկում, Նոյան Տապան էս առաջարկում, Ֆակտոր էս, այսինքն բոլոր հիմնական մեծ մեդիաները հենց դա են առաջարկում։ Հիմա ես էլ ուրիշ բան եմ առաջարկում, ու ես չեմ ասում մենակ ես եմ առաջարկում, բայց ես առաջարկում եմ, ու իմ կռիվը անհավասար է։ Անհավասար է սպառողների քանակի առումով։ Դուք պետք է օգնեք, որ ես այդ հարցը կարողանանք մենք լուծենք։ Դա սա մի հոգու կռիվ չի։ Դուք պետք է օգնեք, տարածեք, ինչքան տեղ կա, ինչքան հնարավորություն կա, որովհետև եթե մարդիկ այս ընտրության բացակայության պարադոքսը եւ հետևանքները չեն հասկանում, որը նախ ինչին է խփում, անելանելիությունը մարդու մոտ, խփում է քայքայում է ներսից ամբողջ հոգեկան համակարգը եւ ամենապինդ մարդիկ մի գիշերվա մեջ կոտրվում են, այս պատմաբանը առավոտ ստորագրել է, հայտարարել է, որ ինքը հրաժարվում է սախրելից ու գնացել է տուն, ու հետաքրքիր է որ նա ասում է, հեսա լսենք շարունակությունը։ Второй вопрос всегда работает. А если выберет тюрьму? Не выберет. Я видел его глаза, когда говорил о дочери. Отцу Սա ասում է երկրորդ այս հարցը կոչվում է երկրորդ հարց։ Միշտ աշխատում է, ասում է, իսկ ամեն դեպքում եթե ինքը հրաժարվի, ընտրի բանտը, ասում է, չէ։ Երբ որ ես խոսացի իր աղջկանից, պատերազմից, ես իր հայացքը տեսա։ Այս սրա համար են իրանք օգտագործում այս պատերազմի հանգամանքը, պատերազմ, խաղաղություն, այս սրա համար է, որ մարդը դրա մասին, այլ ընտրանքի մասին չմտածի։ Նույն համակարգը, նույն գործիքակազմը, ուղղակի ավելի մեծ մասշտաբների վրա օգտագործում են մեր վրա։ Ախ, եթե դուք իմանայիք այս համակարգը ինչ ահավոր համակարգ։ Отцовская любовь сильнее любых принципов. Это жестоко, Виктор. Это эффективно. И никаких... Ասում բայց դա դաժան է, ասում բայց դա էֆեկտիվ է։ Եվ ոչ մի հետք, Никаких следов, никакого насилия. ոչ մի բռնություն։ Человек сам делает выбор. Մարդը ինքն է ընտրում։ Բայց դա ընտրություն չի, դա պարտադրված ընտրություն է, որը նույնիսկ մյուս գեներալ ասում, բայց դա անմարդկային է։ Դա էֆեկտիվ է։ Выбор без выбора. Любой выбор. Վիբր без վիբրը, ընտրություն առանց ընտրության։ Այ հիմա իրանք մեզ տալիս են ընտրություն առանց ընտրության, որ ոնց ընտրում ես նույնն է գալիս։ Սա իրանց այս բանը գործողության նշանաբանն է, նպատակակետը, ձևակերպումը, սահմանումը, ընտրություն, այո, ընտրություն, դու գնում ես ընտրության, բայց առանց ընտրության հնարավորության։ Դու ոնց ընտրում ես, գերագույն հողատու կամ վիժվածք ես դու ընտրում։ Иллюзия, Николай. Мы всегда выбираем между плохим и худшим. Ընտրությունը իլյուզիա է, մենք միշտ ընտրում ենք վատի եւ վատագույնի մեջ։ Вопрос только в том, что мы считаем худшим.
Утром Якунин подписал заявление. Короткое, без подробностей, но достаточное для публикации в «Правде». Через неделю историка выпустили. Он вернулся в университет, но больше никогда не читал лекций. Իշապատից թողում են, կվերադառնում է, բայց այդ կյանքում չի կարծում այդ իր նոր լեկցիաները ու դադարում աշխատել։ Ու դադարում է, որովհետև այս գեներալն ասում է, մենք մեր ճշմարտությանը հասնելու համար մենք մարդկանց մեջ սպանում էինք մարդը։ Անասնացնում էինք մարդուն, որը այլևս ոչ մի բան չուներ իր մեջ, իրան հարգանք որպես Եվ այդ մարդը դառնում էր կատարյալ անասուն եւ կատարյալ հնազանդ։ Այս համակարգի բանը հենց այդ հնազանդեցնելու, անասնացնելու եւ հեշտ կառավարելու նպատակն է հետապնդել։ Էլ ինչ որ մեր նկատմամբ են անում նույն բանը։ Վախով անասնացնելու, հնազանդեցնելու եւ որ մարդ սկսի ատել սեփական ազգին։ Դուք լսած կլինեք, չէ՞, շատերը։ Մարդը այսօր շատերն են ասում որ ատում են իրենց ազգը։ Նույնիսկ մարդիկ կան Սորբոնն ավարտել ասում են ատում են իրենց ազգը, հասկանում եք, հենց սա է դրա հետևանքը։ Սա դրա հետևանքն է։ Նաև սրա հետևանքն է, չի կարելի որ մենակ սա է, չէ, այս ամեն ինչին գալիս է կուտակվում է նաև սա։ Ու մի քիչ թույլ պսիխիկայով մարդիկ հոգեբանության միանգամից կոտրվում են ու սկսում են ատել իրանց տեսակին, իրանց ապրելը համարում են ավելորդ, իրանց պայքարելը համարում են ավելորդ։ Մենք միջև սա չհասցնենք մարդկանց, որ սա դիտավորյալ բան է ալնում, որ ինքներս սկսենք մեզանից հրաժարվել, ինքներս սկսենք մեզանից ատել, հաշտվել, անասնանալ։ Մենք չենք կարելի այս համակարգի դեմ պայքարենք, այս համակարգը հաղթելու է։ Որտեղ այս համակարգը Փաշինյան Նիկոլը չի։ Այս համակարգը սենց Անդրոպով ընդամենը միած սենց բաներ, էտապ։ Ուղղակի 72 թվականին ինքն էր KGB-ի նախագահ։ Նախարար։ Հիմա տեսենք Արամ Աբրահամյանը ինչ է ասում։ Ինչու է Փաշինյանը ցանկանում բանավեճ կազմակերպել 3 նախկին նախագահների հետ։ Պատճառները մի քանիսն են։ Մասնավորապես նա ցանկանում է ապացուցել, որ երրորդ հանրապետությունը, որը հիմնված է հաղթանակների եւ արժանապատվության վրա, սխալ էր, այն պետք է լուծարել եւ պետք է ստեղծել 4-րդ հանրապետությունը, ինչ որ մի 4-րդ հանրապետություն, որը հիմնված կլինի պարտության եւ նվաստացման վրա։ Իսկ առաջին 3 նախագահները բնականաբար այդ երրորդ հանրապետությունից են։ Բայց դա հիմնական մոտիվացիան չի։ Հիմնական պատճառը հասկանալու համար պետք է հիշել, թե ինչ է իրենից ներկայացնում Փաշինյանական ընտրազանգված այն մարդիկ, որոնց վրա նա աշխատում է, որ մտավոր մակարդակի վրա է նա աշխատում։ Այդ մարդիկ սովորեն, որ բանավեճը ընթանում է վիրավորելու, նվաստացնելու, ներողություն արտահայտությանս կզացնելու վրա։ Եվ նա շատ է ուզում, որ ինչպես էլ ընթանա այդ բանավեճը, իհարկե չի ընթանա, բայց եթե ընթանա, որ արդյունքում նրա ուրեմն երկրպագուները ասեն իրենց ֆյուրերի, իրենց լիդերի մասին հետևյալը. վախ ցավը տանեմ մեռնեմ դուխիդ։ Տեսակ ինչպես ցեխը կողեց այդ թալանչիներին։ Ընդամենը դա է նա ուզում լսել այդ ծափահարությունների եւ լայքերի սրտիկների շարքից։ Я им напишу, я им сейчас все. Այլ բառերով ասած, Ներոն։ Հաց եւ տեսարան։ Կերց էժան կներեք արտահայտության համար դիշովի լեքսիկոն, ղժղժոց, լոգիկայից դուրս փաստեր, ոչ քաղաքական խոսակցություն։ Դա ինչից կարա խոսա այդ դիժվածքը։ Ինչ քաղաքական բանից կարա խոսա, հենա, ասեց նույնիսկ Ռոբերտը կարդաց ֆակտորում, որ ադա Սերժը քեզ էս էր թողել։ Սա կարող է իդեալական չէր, բայց մնում էր հա, բանը քալվաճառը, մնում էր Լաչինը ու Արցախը։ Սա է տվել քեզ, դու մերժեցի 10 զրույցներից եմ սկսում։ Հիմա ուզում լսեք վերադառնանք Սերժին։
Ես ասում եմ բոլորի տեղից է։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ։ Ներկայումս հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում մեր երկրի մայր օրենքը, Սահմանադրությունը, որի հիմնական գործառույթներն են երաշխավորել մարդու հիմնական իրավունքները եւ սահմանել ժողովրդավարության եւ իրավական պետության պահանջներին համապատասխանող պետական իշխանության մարմինների համակարգ։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա։ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրության շրջանում նույնպես ձևավորվել են ժողովրդական կարծիքներ։ Սա 15 թվականի այս սահմանադրական փոփոխությունների մասին է։ Սերժիկ, սա քեզ է վերաբերում։ Եվ առաջ հիմնավորված չէ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտությունը եւ հատկապես անցումը կառավարման խորհրդարանական ձևին։ Նույնիսկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը չի կարող մատնանշել որևէ խնդիր, որի լուծումը հնարավոր չէ գործող սահմանադրության պայմաններում։ Ներկայումս ներքին եւ արտաքին մարտահրավերների արկայության պայմաններում կառավարման համակարգի փոփոխությունը նույնպես անընդունելի է, հատկապես այն տեսքով, որը ներկայացված է։ Գործող սահմանադրությունը ապահովում է բավարար հիմքեր, պաշտպանելու մարդու իրավունքները եւ զարգացնելու տնտեսությունը, կատարելագործելու պետական ինստիտուտների գործունեությունը։ Մասնավորապես այն չի բխում Եվրասիական տնտեսական միության անդամակցության մեր շահերից։ Բացի այդ, մենք մեր հարևանների հետ գտնվում ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ լարված իրավիճակում։ Այս եւ բազմաթիվ օրինակներով կարելի է փաստել, որ այս փոփոխությունը մեր երկրի համար եւ տնտեսական եւ քաղաքական առումով վտանգավոր ռիսկեր է պարունակում։ Սահմանադրական բարեփոխումների այս նախագիծը պարզապես փոփոխություն չէ, սա մի նոր սահմանադրություն է, որը բովանդակային առնչություն ունի գործող սահմանադրության հետ։ Կարծում եմ, որ նպատակահարմար չէ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում անվտանգության հարցերի պատասխանատվությունը վերապահել գործադիր մարմնին։ Նախագծում հստակ իրավաբանական ձևակերպումներ ունեն ազգային անվտանգության վերաբերվող դրույթները եւ թույլտվման տեղիք են տալիս։ Եթե գործող սահմանադրության համաձայն հանրապետության նախագահն է համարվում զինված ուժերի գերագույն հրամանատարը, ապա սահմանադրության նոր նախագծով պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է։ Այս պահին Տավուշի մարզի սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, սակայն հայտարարված չէ պատերազմական իրավիճակ։ Ուստի հարց է ծագում, թե նման իրավիճակում ով է լինելու զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Հոդված 118-ում նշվում է. ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է որոշում ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու համար։ Այս իրավունքը պետք է տրվի նաև հանրապետության նախագահին եւ պետք է սահմանվի 2/3 ձայների դեպքում։ Ավ ամբողջ ես չեմ ուզում, դեք այս ելույթը նայեք, օրակապ ելույթը։ Հիմա հարց, Սերժիկ, ինչի արեցիր այս կաշան։ Ինչի արեցիր սա։ Հիմա եթե նախագահականն էր, այս ընտրությունով այս տական կռադը քաշում էր գնար։ Այսինքն ինքը չէր կարող էլ առաջադրել։ Մինիմումն եմ ասում, էլ չեմ ասում են ամբողջ կաշան, հա, որ այս սուպեր վարչապետական կոստյումը հագցրեցի այդ տականքի վրա։ Ինչի արեցիր։ Դու չես կարող ասես ինչ չեմ անում։ Ախր ոնց դու չես արել։ Այս դրա համար էլ ով է տեսել հեղափոխված երկրում մերժվածն ու եկածը ջան ջիգար բարեկամություն, հարևանություն, հա նույն ամառանոցում կառավարական։ Ես մեկ մտածում եմ, դες ով ավելի թունավոր ու վտանգավոր, դու թե Ռոբիկը։ Ռոբի անունն է դուրս եկել, որ ինքը թունավոր է։ Դե ինքը թունավոր է, հարց չկա, բայց ուղղակի վտանգի առումով իսկ դու ավելի վտանգավոր ես, որովհետև Ռոբին գիտենք մենք։ Ռոբի նկատմամբ իլյուզիա չկա, բայց շատերի համար դու ասես անմեղ ուղղակի պատահական անցորդ ես այս ամեն ինչում, էլի։ Այ ամենամեծ վտանգը հենց այդտեղ է։ Տեսել եմ դες սուստան, ժամանակ ուղղակի քիչ է մնում, երևի սա չանավերնանք մենք հիմա, սա բանի ծիծեռնակաբերդին, միանգամից տեղափոխվենք Մոսկվա, հա։ Արդեն իրանք բարեկամները խնդիր չունեն, ընդհանրապես խնդիր չունեն։ Ընդունելա որ իրանք մեծ բարեկամներ են, լավագույն, հա, մենք ենք մեղավոր, հա, բայց մեր շահերը համընկնում ենք։ Մեր շահերը Ադրբեջանի հետ, Ռուսաստանի համընկնում են, անշուշտ, սես միշտ համընկել են, պատերազմել են, աշխարհում ամենաշատ Ռուսաստանը պատերազմել են Թուրքիայի հետ։ Եվ ամենամեծ աջակցությունը եւ բարեկամությունը ունի նաեւ Թուրքիայից։ Եվ հակառակ։ Սենց եղել է, սենց գնալու է։
այն կարճաժամկետ այն ինչ որ կլինի, դա անպայման կլինի, բայց այսօրվա վիճակով Ռուսաստանը այնքան է թուլացել, որ իրանք ստիպված ոչ թե Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ պետք է գնար բանակցությունների բարիշելու, բայց ասեմ, այս ավելի թանկ է նստելու Պուտինի վրա, որովհետև այն հանգամանքը, որ Ալիևը ժպտում է, ասում է, այո, մենք էլի բարեկամներ ենք, չի նշանակում, որ մեջքի հետևում պահած յաթաղանը դրել է պատյանի մեջ, չէ, բոլորովին, դա դեռ օգտագործվելու է։ Ես ուզում եմ, քանի որ ժամանակը կարճ է, մի պահ, բայց ամեն դեպքում մենք պետք է նայենք էլի։ Այդ ձեր օրակարգում Արցախի վերադարձը կա թե ոչ։ Արցախցիները ունեն իրավունք վերադարձի։ Ոչ թե արցախցիների վերադարձը, այլ Արցախի վերադարձը։ Տեսեք, արցախցիների վերադարձը առանց անվտանգության երաշխիքների, պարոն Դանյան, ոչ թե արցախցիների վերադարձը Արցախ, այլ Արցախի վերադարձը։ Դե առաջին հերթին պետք է մենք բոլորս լծվենք այն գործին, որ արցախցիները վերադառնան իրենց բնորան, որի իրավունքը ունեն։ Իմիջիալոց կներեք արցախցիների վերադարձի հարցը որևէ մի աշխարհակաղակական կենտրոն սակարկման ենթակա չէ։ Ես դուրս եմ կրկնում, առաջին փուլով պետք է արցախցիները վերադառնան իրենց բնորան, իմիջիալոց նաև Արցախում գտնվող պատմամշակութային արժեքներ, որ 5000-ից ավել են, պետք է այս ընթացքում կարողանանք մենք այնպես անենք, իմիջիալոց իշխանությունների կողմից այս հարցը նոր չի բարձրացվում, որ մեր պատմամշակութային կոթողները, սրբավայրերը եւ այլ արժեքներ այսօր բարբարոսաբար ոչնչացվում է եւ այդ առումով էլի որևէ մի ձեն ու ծրտում չկա։ Ես ասեմ, առաջին քայլը պետք է լինի, որ իրավունք ունեն արցախցիները վերադարձի, գիտեք, որ էթնիկ զտում, ցեղասպանություն բռնի տեղ։ Ուսեսկեժն։ Այդպես Քոչյանի մասին հարցն ասել, արդյունավետ աշխատանք ունենք եւ այդ առումով ես Հայաստան Դաշնքի գործունեությունը գնահատում եմ դրական եւ մինչեւ այս պահը որևէ մի խնդիր չեմ տեսել Հայաստան Դաշնքի աշխատանքի շրջանակներ, որպես Գառնիկ Դանիելյան գնահատում եմ Հայաստան Դաշնքի գործունեությունը դրական։ Լսեցիք։ Դե Արցախ, հասկացաք, չէ՞ ոչ ենք վերադառնում։ Այսինքն Արցախցիներն են վերադառնում, բայց Արցախը Հայաստան չի վերադառնում։ Պարզ է, չէ՞։ Թթվի քարը, տենց էլ չասեց, մեռավ ասելով, Պետրոսներով միավիտ մարդ չի, արա ասում արցախցիները չէ, հասկացենք, լավ, իրանք իրավունք ունեն, կվերադառնան թե չէ, դա կռիվը կտանք, կամ չենք տա։ Արցախ Հայաստան վերադառնում է, թե չէ։ Արցախ Հայաստանը, թե չէ։ Լսեցիք այդ պատասխանը Դաշնակ Գառնիկից։ Չէ, նշանակում է չէ։ Երկրորդը, որ ինքը Հայաստան Դաշնքի աշխատանքները շատ բարձր է գնահատում։ Ես ում հարցնեմ, դուք ինչ եք արել։ Բացի նստել ընդ քֆուր ուտելուց, ձեր վրա շիշ շպրտելուց, ինչ եք արել ընդ։ Այդ Նիկոլի որ օրենքն եք կարողացել կասեցնել, որ դա չանցնի։ Այդ ինչ եք արել դու, Գառնիկ, եկա թթվի քարը, այդ վերընկած մի քիչ արժանապատվություն, հələ չկա ձեր մեջ։ Դուք մարդ եք, չէ՞, չեմ ուզում ասեմ գործ եք, որտեղ կարող է մարդիկ նեղանան ասեն, ինչի կանակ արժանապատվություն չունեն։ Իհարկե ունեն, բայց մարդ է, չէ՞, իմ համար տղամարդը առաջնային է, ինքն է լիդերը, ինքը պետք է լինի օրինակը, նա իրավունք չունի սենս լինելու, սս հայտարարակ լինելու։ Հələ դու մարդ ես, դու տղա ունես երևի, աղջիկ ունես, կին ես։ Ահա արժանապատվությունը ինչ է որ դուք չունեք։ Ինչ ես խափում մարդկանց։ Դուք ինչ եք արել։ Նիկոլին եք պահել 4 տարի, ու շարունակում եք պահել։ Իսկ այն քայլին դուք հարցին դուք աջակցելու եք, թե չէ, ասեք էլի Քոչյանում։ Ես չի ասում գնահատեք Հայաստան Դաշնքի գործը։ Ինչ գնահատեմ դա։ Ասում եմ որպես Գառնիկ Դանիելյան, ձեր կարծիքով դաշնակցությունը պետք է սատարի Քոչյանին, թե ոչ։ Ըստ ձեր անձնական կարծիքի։ Ոչ թե ինչ որ մեկին սատարելու կամ չսատարելու հարցն է, այլ ձեր թեկնածուն, թե սեփական ընտրությունների հնարավոր ձևաչափերը ընտրելու եւ ամենաարդյունավետ եւ ամենաճիշտ ձևաչափը ընտրելու որոշումը ոչ թե Գառնիկ Դանիելյանը, որոշումը հայ Դերոսկով Գառնիկ Դանիելյանը, Փաշինյան Նիկոլի դաշնակ տեսակ։ Ուրիշ ոնց ասեմ։ Ու մարդ կար, սրա հետ ուզում էր Նիկոլից փրկել մեր երկիրը։ Ոնց որում այդ մարդիկ շատ լուրջ դեմքով
քաղաքական կենսագրություն ունենալով աճուձախ հաթաթա տալով, հա Եղեսկով Դաշնակցությունը տրադիցիոն իշխան էր հավաքում 5%, եթե 0.5%-ից ավել ձայն հավաքեց, ուրեմն մի բան են չի այս ընտրություններում, ես կարծում եմ։ Սա է բանն է, այսօրվա պատկերն է։ Կարմիջ, այսա չեմ ուզում։ Կարճ սան անդրադառնում Ժորժ ջան, որտեղ կարևոր բան է։ Սա Գազայի հետ պայմանավորվածությունն է ձեռք բերվել, ասում են, որի ես բացարձակապես չեմ հավատում, որ սա երկար կլինի, ցերեկը գրեցի ու մի անգամից Իսրայելը հրաժարվել է բաց թողել Պաղեստինի իրանց Մանդելային առաջնորդը։ Նրանք բոլորին բաց են թողում, սենց է պայմանավորվածությունը, երկու կողմանի բոլոր գերիներին ու զալովմանը պատաններին բաց են թողում։ Իսրայելը հրաժարվել է, վաղ ուրիշ բան էլ է լինելու, որովհետև այս խաղաղությունը Նետանյահուի համար դա մահ է։ Ինքը չի կարա հիմա չգնա մի որոշ բանը, որովհետև հանգամանքներ կա, արդեն 75%-ն է իրանից սա պահանջում։ 80%-ից իր աջակցությունը իջել է 25%, պատկերացնում եք, 75%-ը պահանջում էր այսօրվա այս եղածը։ Այն ինչ որ եղավ, բայց սա տևելու է շատ կարճ։ Ունենք իրենց գործը, հանցագործությունները շարունակելու է ու ավելի վատ է լինելու։ Ես չգիտեմ, գիտեք թե չէ, Պարսկաստանում հանել են հիջաբի պարտադիր օրենքը, որ մարդիկ կրեն։ Տեսեք ինչ արագությամբ է փոխվում աշխարհը։ Ինչ արագությամբ է փոխվում աշխարհը։ Սա ես համարում եմ շատ կարևոր մերություն Իրանի համար։ Իրանը հենց դարձավ մի քիչ դեմոկրատական թեկուզ, քիչ-քիչ sense քայլերով մարդկանց թողել, չէ՞։ Փոխվում է աշխարհի բալանսը հարաբերությունների։ Նետանյահուն ապագա չունի, Թրամփը ապագա չունի, Իրանը ապագա ունի։ Մենք մեզանից է կախված, ապագա ունենք թե չունենք։ Այս ընտրությունները լրիվ ցույց է տալու։ Ես ասեմ, ես եմ մարդկանցից չեմ, որ հավատում եմ, որ 100%-անոց արդար ընտրություններ է լինելու, բայց ընտրությունները շատ բան է ցույց տալու։ Ուրիշ բան է, որ կեղծեն 3-ից 5%, ուրիշ բան է կեղծեն 5-ից 10%, ուրիշ բան է, որ կեղծեն 50%, իրանք պետք է 50% կեղծեն։ Իսկ մենք պետք է մեր խոսքը ասենք, չմոռանանք այս երեխեքի ժպիտը, ազգով պարտենք այս երեխեքին, ազգովին։ Սա կարևոր նույնություն է Թուրքիայի հետ կապված։ Տեսենք, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է Թուրքիան աջակցել այդ 5-րդ կետի վերաբերյալ, երբ որ պատերազմը։ NATO refuses to apply Article 5 if Turkey is attacked. Right now, Turkey is preparing for war against Israel. Հիմա ասում է Թուրքիան պատրաստվում է պատերազմի Իսրայելի դեմ։ Ես կարծում եմ դա երբեք չի լինի, բայց հետաքրքիր է ՆԱՏՕ-ի արձագանքը, որ հրաժարվում է այսօրվանից օգնել Թուրքիային, եթե Prime Minister of Israel Netanyahu sent a clear message in his last interview that Turkey is the next target of Israel. Դեմել Նետանյահուն իր այրտին ասում, որ Թուրքիան հաջորդ նշանն է, հաջորդ թիրախն է իրանց համար։ Նորից եմ ասում, ես երբեք չեմ հավատում, որ Թուրքիան կամ Իսրայելը իրար պատերազմեն, բայց ՆԱՏՕ-ի ռեակցիան շատ կարևոր է այստեղ։ Turkey harbors Hamas officials. After that statement, Turkey is expanding missile production and boosting defense readiness. Մի խոսքով, Թուրքիան էլ ակտիվ ինչ-որ պատրաստում է պատերազմին, ՆԱՏՕ-ն է զուգնացում, որ հանկարծ այս բան արեցիք, մենք ՆԱՏՕ-ի որպես, մենք ՆԱՏՕ քեզ չենք օգնելու։ Ժորժ ջան, ես հաղորդում ուզում եմ եզրափակեմ այս մայիկի խոսքով։ Նիկոլնովա, ախր խելքը գլխին գոնե մարդ լինի, որ մենք կարող մենք ասենք գոնե ղեկավար ունենանք։ Նիկոլ, հիշի բոլոր նորոնից բռնկրած Ստալինով դուրս եկած, դուք վերանալու եք, ծածկելու եք, ես վերջ չտեսնեմ։ Ինչ լավ ասեց։ Ներոնից մինչև Ստալին, դուք վերանալու եք։ Այո, պատմական օրինաչափությունը դա է ասում։ Համաս չէ ներողություն, Պաղեստինի ինքնավարության ճանաչում լինելու է, Իրանը ուժեղանալու է,
Նետանյահուի ռեժիմը քանդվելու է, Թրամփը ոչինչով չի կարողանալ փրկի Իսրայելը, եթե կարողանանք փրկենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա արդեն մեծ հաղթանակ կլինի, որտեղ հիմա այն ինչ որ ինքն է անում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնավորապես հիմա էլ արդեն հասելա Չիկագո, այսօր մի ահավոր երևույթ է դա, ես չեմ ուզում ուղղակի արդեն ուշ է դրա մասին խոսել։ Մեր փրկությունը լինելու է մեր ձեռքով, ռուսը չի գալու փրկի, ռուսը Ադրբեջանը չի ջարդելու, այն հիմար խոսակցությունները, հեսա ռուսը Ղարաբաղը կվերցնի, կտա մեզ ժողովուրդ ջան ուղղակի չի պատկերացնի, ինչքան է ինձ նեղացնում այդքան մանկամիտ բաները, ռուսը կյանքում ոչինչ մեր համար հատուկ չի անել, եթե նույնիսկ մի բան էլ անի, այդ պահին դա իրան է պետք, ու դա մեր հետ կապ չունենալու երբեք, մենք իրաց ծրագրի մեջ ոչ մի ձևով չենք արտացոլվում, եթե այսօր բարիշել են, հաստատ էլի մեր նկատմամբ մի բան լինելու է։ Մի խոսքով, ես տատիկի ասացին եմ ուզում վերադառնալ, որ ամեն մեկը ստանալու է իր պատիժը։ Եթե մենք իմանանք մեր նկատմամբ ինչ է կատարվում, մենք ավելի պատրաստված կլինենք։ Պատկերացրեք, որ մարդը գիտի օրգանիզմի մեջ ինչ խնդիր կա, համապատասխան բուժում ընդունում։ Մեր օրգանիզմի նկատմամբ բերել են անելանելիության եւ վախի պարտադրանք, այդ պարադոքսը, ընտրության բացակայության պարադոքս։ Եթե մենք գիտենք սա, ուրեմն արդեն կարողանում ենք դիմագրավել, ասել, չէ, ես քո այս երկուսը չեմ ընդունում, ես Նիկոլի բոլոր երանգները չեմ ընդունում, թքած ունեմ, ես ինքն եմ ստեղծում, դու ինձ չես կարող վախեցնել, ես չեմ վախենում։ Ես ինչի պետք է վախենամ։ Քո ամեն ինչը, ինչպես դու, արհեստական է եւ ժամանակավոր։ Բոլոր երեքդ, բոլորը 4-դ գնալու եք դժոխք։ Եվ մենք, այս ղեկավարների հետ ենք, եւ մենք ստեղծելու ենք մեր ձեռքով, մեր հասարակությունը սկզբից, որը կստեղծի նաեւ իր իշխանությունը։ Ես չեմ ասում, որ մեր իշխանությունն է ստեղծելու հասարակություն, դա չի լինում։ Մենք սկզբից սկսում ենք մեր հասարակությունը, որը պարտադրում է, ծնում է այդ իշխանությունը, որին ինքը արժանի է։ Որտեղ հավատացեք, ուզենք, չուզենք, մենք իմ արժանինք այն ինչ որ ունենք։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Այսօր համար այսքանը։